Ես կարծում եմ, որ այն նոր մեղադրանքը, որ ավելացվել է, որը բացարձակապես կապ չունի իրողությունների հետ, այն արվել է մի բանի համար, որ եւս 2 ամսով հնարավորություն ունենան երկարացնելու, որովհետեւ ըստ էության այս միջին ծանրության հոդվածով, որով որ առաջին անգամ նա կալանավորվել է, գիտեք, ել չէին կարանել մի քիչ, այսինքն մենք գործին ես չեմ նայում իրավաբանորեն, որ ասեմ չէին կարա այս դատավորը լավն է, այն մյուսը վատն է, ես բացարձակապես այդ մոտեցումներով չեմ առաջնորդվում, որովհետև կա մի համակարգ, որի գլխին կանգնած է երկրի գործադիր իշխանությունը։ Եթե վարչապետը կարող է SMS-ով աշխատանքից հեռացնել բարձրագույն դատական խորհրդի նախագահին, դա նշանակում է, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը ինքն է։ Եվ դա նշանակում է, որ նաև քննչական ինստիտուտների ղեկավարն է ինքը, եւ բոլոր ինչքան ինստիտուտներ կան Հայաստանում, պետական նկատի ունեմ, որոնք պետք է բնույթով լինեին անկախ, այդ բոլոր ինստիտուտները ինքն է ղեկավարում։ Եվ հետեւաբար ակնկալել, որ այս պահին դատարանը այլ որոշում կկայացնի, անկեղծ ես չեմ ակնկալում։